Հայաստանի անդամակցությունը, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը դեպի Եվրամիություն, թե դեպի Եվրասիական տնտեսական միություն, այս հարցը, որը բերվել է օրակարգ, իրականում օրինակելի պարագայում ոչ թե ճաշակի եւ նախասիրությունների, այլ իրական կարողությունների գնահատման տիրույթում պետք է լինի։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ Հայաստանն այսօր տնտեսական իր հնարավորությունների եւ կարողությունների գեներացիայի բավական զգալի մասն է ապահովում։ Վերջին տարիները իհարկե պայմանավորված ֆորս մաժորով, բայց այնուամենայնիվ ել ավելի ամրապնդում են այդ թեզը, որ այսօր մեր տնտեսության աշխուժությունը, մեր անգամ ներտնտեսական գործընթացներն առավելապես պայմանավորված են հենց այդ ուղղությունից։ Թեև պարբերաբար այս թեմային անդրադառնալուց պետք է եւս մեկ անգամ ընդգծենք, որ այս հանգամանքի, այս փաստի ընդգծումը որևէ կերպ չի նշանակում, որ այլ ուղղությունների, դեպի այլ ուղղություններ, դեպի տնտեսական լայն, տնտեսական քաղաքականության եւ հնարավորությունների դիվերսիֆիկացիա, այդ քաղաքականությունը չպետք է իրականացվի։ Ոչ որևէ կերպ խնդիրը դրանում չէ, այլ խնդիրը նրանում է, որ իրական կարողությունների գնահատմամբ եւ այդ հանգամանքների հետ հաշվի նստելով միայն պետք է իրականացվի։ Եվրասիական տնտեսական միությունից մեր տնտեսությանը եկող դրական, այսպես գործընթացների եւ հնարավորությունների համատեքստում առաջարկում եմ անդրադառնալ ընդհանրապես մեկ հանգամանքի, դա մեր արտաքին առևտրաշրջանառությունն է։ Որոշ տվյալներ թարմ օպերատիվ ցուցանիշներից ներկայացված են մեր պատկերում, ես կխնդրեմ ցուցադրել նկարը եւ ըստ էության ուրեմն առաջին հատվածը վերաբերում է հունվարի եւ փետրվարի դրությամբ մեր արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին, որոնք անդրադարձել են այլ առիթով եւս էականորեն անկում են ապրել։ Մասնավորապես արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին 2025 թվականի ուրեմն հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 40%-ով։ Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ անկումը կազմել է 61%։ Անկման պատճառները թողնենք մի կողմ, թեև ավելի ուշադրություն դարձնենք այն աշխարհագրությանը, ընդհանուր առմամբ տեսակարար կշիռներին երկրների, որի հետ մենք հիմնականում իրականացնում ենք մեր առևտրաշրջանառությունը։ Եվ ըստ այդմ 2025 թվականի հունվարի դրությամբ մեր արտաքին առևտրաշրջանառության զգալի մասը 33.9%-ը բաժին է ընկնում միայն Եվրասիական տնտեսական միության ուղղությանը։ Ընդ որում այդ թվում միայն 33.1%-ը Ռուսաստանի Դաշնության հետ մեր փոխադարձ առևտրին է բաժին ընկնում։ Եվրամիության մասնաբաժինը այս տարվա հունվարի դրությամբ կազմել է 11.2%, Միացյալ Նահանգներինը 2.2%։ Առանձնացրել ենք նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ցուցանիշը 11%-անոց մասնաբաժնով, թեև պիտի եւս մեկ անգամ ընդգծենք, որ այստեղ արտաքին եւ ժամանակավոր գործոնների խիստ ազդեցության ներքո է, հետեւաբար մենք առնվազն ժամանակ է պետք հասկանալու, թե սրանք որքանով են կայուն առևտրատնտեսական կապեր եւ խողովակներ, բայց ինչևից է։ Իրանի հետ 3.5%-ն է կազմում առևտրաշրջանառությունը ընդհանուրի մեջ, Չինաստանի մասնաբաժինը ավելացել է կրկին պայմանավորված արտաքին ազդեցություններով եւ Վրաստանի մասնաբաժինը 1.1%։ Մնացած երկրների պարագայում մենք ունենք ավելի փոքր ցուցանիշներ։ Ինչու՞մն է կայանում այս արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրության ընդգծումը։ Փաստացի մեր արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է առավելապես պայմանավորված լինել, ձևավորվել Եվրասիական տնտեսական միության եւ մենք նշում ենք Եվրասիական տնտեսական միություն, դուք պատկերացրեք առավելապես Ռուսաստանի Դաշնության հետ մեր փոխադարձ առևտրով։ Եվ հետեւաբար այս ուղղության հետ քաղաքական, տնտեսական կողմնորոշման փոփոխության պարագայում արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների անկումը կնշանակի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության վիճակագրության կտրուկ անկում, որը սակայն միայն վիճակագրություն եւ թվեր չեն։ Դա առաջին հերթին ենթադրում է տնտեսվարող սուբյեկտների զբաղվածության կրճատում, հասկանալի է արտահանմամբ արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների մասին է խոսքը, բնականաբար այդ ոլորտում այդ գործունեության մեջ ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում, մակրոտնտեսական տեսանկյունից մեր երկիր եկող արտարժույթի հոսքերի էական մասը ապահովում է արտաքին առևտրաշրջանառությունը, իհարկե այստեղ կարելի է նշել նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների հանգամանքը, բայց հաշվի առնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, այդ թվում արտաքին անվտանգային գործոնը, որը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար ուղղակի խոչընդոտող եւ խանգարող հանգամանք է, արտաքին առևտրաշրջանառությունը
շրջանառությունը համեմատաբար կայուն խողովակն է դեպի երկիր արտաժողովային հոսքերի ապահովման եւ հետեւաբար միայն այս հանգամանքի բերումով բավական լուրջ խնդիրներ տնտեսության համար կառաջանան։ Բնականաբար Եվրասիական տնտեսական միության հետ խնդիրների առաջացման պարագայում։ Տեսեք, շատ է խոսվում այն հանգամանքի մասին, որ Եվրասիական տնտեսական միության տնտեսական հնարավորություններն ու կարողությունները որևէ կերպ համեմատելի չեն նույն ԵՄ-ի հետ, ի շահ ի օգուտ Եվրամիության հնարավորությունների, տեխնոլոգիական հագեցվածության, զարգացման, տարբեր չափորոշիչների եւ այլն, որևէ կերպ չի բացառվում եւ որևէ կերպ չի հերկվում այդ հանգամանքը, բայց պիտի նորից կրկնենք, որ քաղաքական հատկապես գործողությունների եւ տնտեսական քաղաքականության որդեգրման համատեքստում պետք է առաջնորդվել ոչ թե երազանքի, ոչ թե ճաշակի կամ ցանկությունների, այլ իրական կարողությունները գնահատելու համատեքստում։ Իսկ այդ իրական կարողությունների ուրեմն տրամաբանության ներքո Եվրասիական տնտեսական միության հետ խողովակների խոչընդոտումը, աշխատանքների խոչընդոտումը որևէ կերպ չի ավելացնելու տնտեսական կարողությունը եւ նաեւ նվազեցնելու է այդ նույն բարձր չափորոշիչներին հասնելու մեր հնարավորությունները։ Ի վերջո, այս ամենը սրանք փաստեր են, ցուցանիշները փաստեր են, այս ամենը հանգամանքներ են, որոնց հետ պարզապես պետք է հաշվի նստել։